Էքսպո 2025 Օսակա Կանսայ Ճապոնիա համաշխարհային ցուցահանդեսին եւ Թումո կենտրոնի բացմանը մասնակցելու համար աշխատանքային այցով Ճապոնիա էր մեկնել ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից 5 տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում։ Ազգային ժողովի փոխնախագահը ծանոթացավ տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության եւ ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումներին։ Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր։ Հակոբ Արշակյանը շրջեց Հայաստանի այսօրվա եւ վաղվա սյուները խորագիրը կրող տաղավարում։ Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները։ Տաղավարում ներկայացված են նաև կառավարության մեգա նախագծերը՝ խաղաղության խաչմերուկը, Գյումրիի Չոր նավահանգիստը, ակադեմիական քաղաքը, ինժեներական քաղաքը։ Ճապոնիայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման, որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։ Կենտրոնը կընդունի շուրջ 1500 աշակերտի։ Հանդիսավոր պայմաններում կրթօջախն իր դռները բացեց սաների առջև։ Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում։ Միասին կառուցում ենք կամուրջ, որը միավորում է ոչ միայն Հայաստանը եւ Ճապոնիան, այլ նաեւ անցյալն ու ապագան։ Թող այս կենտրոնը գալիք սերունդների համար դառնա ստեղծարարության եւ համագործակցության աղբյուր, փաստեց ազգային ժողովի փոխնախագահը։ Աշխատանքային այցի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպեց Ճապոնիայի ազգային ժողովի խորհրդականների եւ ներկայացուցիչների պալատների ղեկավարների տեղակալների, Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետ։ Քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը։ Կողմերը վերահաստատեցին միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության նշանակությունը։ Ընդգծվեց տնտեսական եւ ներդրումային կապերի, զբոսաշրջության եւ մարդասիրական փոխանակումների խթանման համար չօգտագործված ներուժի առկայությունը։ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրեց մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը։ Ճապոնացի գործընկերները խաղաղության օրակարգի առաջ մղման հարցում աջակցության պատրաստակամություն հայտնեցին։